Բալուս ժողովուրդ ջան։ Ուրեմն երեք մի վիդեո տեղադրեցի Տիգրանաշենի պահով, որ Նիկոլը Տիգրանաշենը հանձնում է թուրքերին, ու պարկա քնեցի, առավոտը արթնացել եմ ու как обычно, սկսում եմ այն ախմախ կոմենտները սկսում եմ ջնջել։ Հետո կեսից ասյալ հələ մի րոպե ախպեր ջան, սպասես կոմենտները ցույց տամ ես մարդկանց, տենա մարդիկ ինչ են ասում։ Ուրեմն Նվարդ Բաբայանը ինչա գրել։ Դեբիլ ռուսի քամակ մտնող, այդ իրաց մոտ դե բանա չէ, որ Նիկոլին բան ես ասում, դու ռուսի բանն ես, տրուսիկն ես։ Ուզում եք մի բուր երկիրը տակ թուրք ռուսին պրծնեք, ոչ մի դեպքում կեցես մեր հայրենասեր Նիկոլ Փաշինյանը 7-ին համար 16։ Նիկոլը մեր երկիրը տալիս է թուրքերին, ես ասում եմ ուզում եք մեր երկիրը տակ ռուսին պրծնեք։ Նիկոլը տալիս է թուրքերին մեր երկիրը, իրան էդի չի անհանգստացնում։ Այնքան որ ռուսը տեղ չլինի, թող մեր երկիրն էթա թուրքին։ Պատկերացնում եք այդ մարդկանց լոգիկան, ու այս 32 հոգի մարդն էլ լայք ա դրել։ Դու այս անուղեղի մտածելակերպը դու հասկանում ես, ու սենց շատերն են մտածում։ Համաճարակ սենց մտածողներ կան։ Նրանք մարդիկ ինչ են պատասխանում իրան։ Անուղեղ ռուս ինչ կապ ունի երկիրդ հանձնում ես, չես տեսնում, մարդիկ adekvat պատասխանում են, անուղեղ հայվան զարթնի, մյուսը չէ դու թուրքի կամքի մտի անթասիբ, մարդիկ ճիշտ ասում են, անորմալ ես լրիվ ուղեղը տեղը դալման լցրած, ինչա հետաքրքրեց, լավ, լեմիջե այ դեբիլ Նիկոլն ա տվել թշնամուն հողերն ու գյուղերը գնա կախվի, քանի թշնամին չի մտել Երևան, գետին մտնես Նիկոլի հետ միասին Թուրքիից ու այն շատ լավ որ adekvatնի իմ պատվիշիկները սենց իրան պատասխանում են։ Հիմա ասում եմ մտնեմ ով է այս Նվարդ Բաբայանը։ Այս Նվարդ Բաբայանը։ Մտնում եմ էջ ամբողջ աշխարհը պրիզնատա գալիս մեր վարչապետին, բլոգեր Հովո։ Բլոգեր Հովոյի վիդեոներն եմ կիսվում։ Ես այս բլոգեր Հովոյին բուկվալնի եթե սուտ չխոսամ մի 2 շաբաթ մի ամիտ առաջին անգամ իրան տեսա Սամվել Կարապետյանին էր ինքը աջակցում, ցենց յառի ձևով։ Ու մեկ էլ հիմա նայում եմ Նիկոլին աջակցում, ցենց յառի ձևով։ Որոս ես ինչ կռայնիստ էր ստեղից, ծրավանդեղ, ես ինչ մի հատ պատահեց։ Լավ, հետո նայում եմ այս Նվարդելում ա կիսվում։ Բուկվալը մի քիչ իջա, այս տան մի երկու անգամ եկել եմ, ախմախ միացած, не поймешь, то ли рыба, то ли мясо, ով այլի։ В общем, այստեղում вообще չեմ տեսել, բայց այս սրտիկով բանով, в общем, այս էլ Նվարդը, ասում ենք հաջորդ կոմենտին, լկտի սուտ է, կեղծիք է տարածվել մի հարբեցող թափթփուկի կողմից, որը խոստովանվեց, որ սթափ վիճակում չի եղել, իսկ թե ում կամակատարն է կպարզվի անհոգ եղեք։ Շուշան ջան ռուսի կամակատարներ։ Այս էլ Շուշանիկը մեր։ Նիկոլը Ուրտ է կանգնում ասում է, որ ինքը անկլավները հանձնում է, հանձնելու է, այս կնիկը ասում է լկտի սուտ է, կեղծիք է տարածվել մի հարբեցող թափթփուկի կողմից, կարող է թափթփուկը Նիկոլն է եղել, արդ Նիկոլ իրա բենով, ուրտ է կանգնում ասում է, վիդեոները կան, որ հանձնելու է Տիգրանաշենը, դուք ասում եք լկտի սուտ է, մյուս կոմենտը, արա դե ստից ֆեյքեր ես անում, առաջ էլի մի քիչ խելքը գլխին բաներ էր ասում, ինչ ֆեյքեր արա, որ քո Նիկոլդ ասում է, ես տալիս եմ, ինչ եք ամեն անգամ ռուսի օգտին խոսում, ոչ մեկին էլ չի տալու ոչինչ Նիկոլ վարչապետ, Նիկոլը իրա բերանով ամեն տեղ ասում է, վիդեոները կան, ես չեմ ասում, դուք այդ վիդեո Նիկոլին չեք լսում, ինձ եք նստում լսում, ասում եք ֆեյքա, արդեն Google-ով հեսա, Google-ով արդեն այդի ադրբեջանական տարա էլ զիջումը ոնց է լինում, սա չի, Արսեն Ամիրյանն է գրել, էլ ոնց ես մարդկանց բացատրես, այս մեկ ինչա գրել, Էդգար դու փողերը լվա, գործ չունես տղամարդկանց խոսակցության արանքում, տղամարդն էլ էդ ինքն ով է, նայում ես սրա բանին, որ մեկին նայում ես, լրիվ գլուխները թափածների մեկն են, Ալավելի թող սա հանձնի, թող թուրքը գա, միասին ապրեք, մենակ նրանք չգան իշխանության, հա, սրանց մոտ այդ դիվիզն է, մենակ
Քոչը չկա, Քոչարյանը չկա, ոնց են իրանք ասում։ Մենակ այն անուղեղն էլ ինչ ասում է, մեր ու մանուկ թող մենակ գնան կոտորվեն, բաներն են, մենակ Քոչարյանը չկա։ Մի հատ էլ Էդգար ջան, հույսով ենք միջև ընտրություններ զոմբիների աչքերը կբացվեր, եթե ոչ, վայ մեր ազգին, ուրեմն դրան են արժանի։ Վայ մեզ, որ մեր ճակատագիրը աղմախներից է կախված, մեր երկրի ճակատագիրը, այսինքն աղմախներից, տուպույներից, որ մտնում ես մի հատ այս կին է, եթե տենց կարծիք, մի հատ մտնում ես կնոջ մի հատ կենսագրությունն ես մի հատ ուսումնասիրում, ով է, ինչա նայում, ինչա լսում, ինչա կարդում, ինչով է հետաքրքրված։ Ինչպես մենք այժմ քայլ կատարեցինք Ասիայից դեպի Եվրոպա, հուսով եմ Հայաստանը նույնպես կկատարի իր քայլը նմանատիպ։ Թե ում պետք է մենք ընտրենք, դա գաղտնիք է։ Վայ, արդեն փակագծերը բացեցի։ Լավ, Նիկոլ 77%։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ժողովուրդը, կեցենք մենք։ Մի բան ասեմ, բայց շատ չնեղվես, դու Նիկոլի հետ Եվրոպա չես գնա, բայց Թուրքիան հաստատ Նիկոլը քեզ պատրաստվում է տանել։